Բարի օր, ընկերներ, հուսով եմ, որ դուք լավ եք։ Ալեքսի հետ գնում ենք խանութ, ժամը 12-ի կողմերն է, 10:20-10-ին է։ Գազավորված ընտելիքոնից հարկավոր գնենք Արիվել տեղից զգոր։ Փոնգրինետ ունենք տանը, ջուս, մենակ գազավորված ըմպելիքները վերցրու բոլորը ինչքան որ կա։ Մի հատ էլ կա այնտեղ։ Մի հատ էլ ջուր վերցնենք քո համար։ Անհավանական է թվում, բայց այսօր մեր մոտի խանութում կար կոկոսի հյութ, մի շիշ էլ եմ ինչքան կար վերցրել եմ այդ իրանց սառնարանում, մի շիշ էլ կար, ես ու Ալեքսը վերջը տվեցինք, մի քիչ շուտ ենք եկել, քան առաքումը բերեցին, այստեղ սենց մինուտ մեթի նարնջի հյութ, այս չգիտեմ ինչ, գազավորված ըմպելիք, ձու, բանանա այսօրվա բավականին հաջող էր։ Ինչ եմ ուրիշ վերցրել, մի քանի հատ սոխ, պապայան հասած չի, պետքա թողնեմ, որպեսզի հասնի, կամ ինչ-որ ճաշ պատրաստեմ, կտեսնեմ ճաշ այսօրվա համար ունեմ, բայց լավ չի, տեսեք, ինձ թվաց, թե լավն եմ, այն կողմից եմ նայել, այս կողմից լավն էր, այս կողմից եմ վերցրել, լավ, ինչև է, և երկու հատ սմբուկ եմ վերցրել, սմբուկը այսօր ինչ կանեմ, ինձ թվում է խորովածի նման այդպես կպատրաստեմ, սոխ, խորոված, կամ կտապակեմ, կամ տեսնենք, աստեղ սխտոր էլ կա, մեկ էլ սխտոր, ընկերներ ջան, այսքանը, այսօրվա գնումները շատ քիչ էին, վերջերս շոքատ են շատ բան չի լինում ուտել, հիմնականում օրվա ոնց որ առավոտ ինչ ենք ուտելու, իրիկունը ինչ ենք ուտելու, մնացած ժամերին ուրիշ ինչ-որ բաներ չենք ուտում, ջրեղեն։ Սխտոր մի հատ էլ վերցրել եմ, այսքանը, թանկագին բարեկամներ, այսքանը հաշվեր 856 ռուփի։ Մի հատ արագ լվանամ տեղավորեմ ու հետո կշարունակենք։ Հաջորդ օրն է, ես այսօր առավոտյան պետքա մի քանի տեղ գնալ, բայց Ալեքսս դժվարությամբ հագնվեց, մինչև հագնվեց, արդեն ժամը 1-ի կողմեր եկավ ու էլ ոչ մի տեղ էլ չգնացինք, մնացինք տանը մայր եւ որդի, մի քիչ առաջ ես եկավ, ընթրեցինք ու խանութ գնացի, Ալեքսին էլ չտարա հետս, որովհետև այդ ճանապարհը այնքան փոշոտ է, կեղտոտ է, մտածեցի ավելի լավ է երեխեն տանը մնա, քան հետս գա, չնայած որ տնից դուրս գալել է հարկավոր, բայց այդ իրիկունվա եղուզերը, գիտեք, մեքենաները, այդ գործարանից դուրս են գալիս մարդիկ, ուրեմն հաց, տեչենի կատ, այստեղ գուավա եմ վերցրել Ալեքսի համար, ջրեղեն վերցրել եմ, բայց ուզում եմ կամպոտ սարքեմ, բնական, տնական, սարքեմ դնեմ սառնարանը, երեխեն գնագա, թող խմի ավելի լավ է, քան որ այդ մեջը շատ բաներ են էլի ավելացնում այդ սոկերի ամեն դեպքում, երբ որ քիչ ես խմում, ասենք օրվա մեջ մի հատ մեծ շիշ լինում է, ասենք մի քանի օրում վերջացնում ես, այդ ուրիշ, բայց եթե մի քանի ժամում է մի շիշը վերջանում, այդ արդեն չափից շատ է ու հարկավոր է դրա դեմը առնել, շոք է բնականաբար երեխեն հեղուկ է ուզում, դատեց ավելի լավ է, չալարեմ, նոր գավա, ինչ եմ վերցրել, մանգոն, չգիտեմ կավելացնեմ հետը թե չէ, կարող լավ լինի, կարող լավ չլինի, մանգոն այդքան լավ չէր, մի հատ եմ վերցրել, երևի գավան ու նորը կանեմ, այդքանը կբավարարի, մնացած մեկի մի հատ սպագեցի, մնացած գնումներս կբերեն, այս էներ ինչ որ իմ հետ կարողացա բերել ընկերներ ջան, սենց
Մի հատ շատ արագ հիմա կամպոտի հարցերը լուծեմ։ Երեց առաքում այդ տղան, այստեղ վերցրել եմ փրիլ, թացեն, որովհետև բան եմ արել, լվացել եմ արդեն։ Փոքր չափի փրիլ եմ վերցրել ափսեները լվանալու համար, peanut butter եմ վերցրել, էլի փոքր չափը, տոմատի մածուկ, բոլորը փոքր չափ սիրներն եմ վերցրել, գազավորված ըմպելիք եւ ջուր։ Այսքաններ մնացածն էլ ընկերներ։ Կողմում էլ կոմպոտն է պատրաստվում, գուավա եւ նոր։ Մի հատ հենց եռա, շաքարավազը կավելացնեմ, չնայած հիմա կավելացնեմ շաքարավազը, ուղղակի այդ տղան եկավ չհասցրեցի։ Մի հատ հենց որ եռա ու կան։ Ողջույններ, սիրելի ընկերներ, սիրելի թանկագին բարեկամներ։ Մեզ մոտ նորից հաջորդ առավոտն այրեկելի չեմ շարունակել, ինտերնետս լավ է ընթացքում ունեմ դրա համար չեմ հասցնում նաև պատասխանել ձեր մեկնաբանություններին, դրա համար ներող գտնվեք ընկերներ ջան։ Հենց ինտերնետ եմ ունենում ու կարողանում եմ հարմարանցնել, անմիջապես անցնում եմ մեկնաբանություններին պատասխանել, բայց ինտերնետը մեկ գալիս է մեկ գնում է, շատ վատն է։ Հուսամ, որ տեսանյութներ կկարողանամ, հենց որ ստացվում է առայժմ տեղադրել, բայց ընդհանրապես չեմ ունենում, էլի, կտրվում է։ Ինչևէ, գնում ենք Ալեքսի համար մի երկու շոու ունեմ գնելու, մի քանի բան է հարկավոր գնել, գնում ենք այն լավ խանութը, միասին գնացել էինք, մեքենա եմ պատվիրել, որպեսզի գնանք, նաև պետք է պատասխանել մի հարցի, շատերդ եք գրել, աղջիկներ ջան, ասում եք, որ տեսանյութերը ձեզ մոտ ռուսերեն լեզվով է բերում, ռուսերեն է բերվում, որովհետև գուցե կամ Ռուսաստանից եք նայում, կամ ռուսական տեսանյութեր եք նայում, եւ YouTube-ը ավտոմատ մտածում է, որ դուք ռուսախոս եք ու իմ տեսանյութերը թարգմանում է ռուսերեն։ Դրա համար, երբ որ սեղմում եք իմ տեսանյութի վրա, նայում եք, սեղմել եք արդեն, սկսել եք դիտել, տեսնում եք ռուսերեն, վերևում սենց կլոր նշան կա։ Դա նաստրոյկայի նշանն է, նաստրոյկաներն է կամ մի խոսքով նաստրոյկաների նշանն է, սեղմում եք այդ դրա վրա, ցանկ է բերում, գրում է auto track-ի վրա եք սեղմում եւ լեզուն ընտրում եք original, կարող է original-ը գրած լինի English, անգլերեն, անգլիսկի, եթե ռուսերեն է ձեր մոտ, որովհետև եթե Ալեքսը կամ Ջեսը իմ տեսանյութերում լինում են ու իրենք խոսում են անգլերեն, իմ մոտ էլ ավտոմատ ընտրում է, որ տեսանյութը անգլերեն է, բայց գիտեք, անգլերեն չի ամբողջությամբ, մենակ այն հատվածները, որտեղ ասենք ամուսինս է խոսում, որ անգլերեն է, մի խոսքով ընտրում ենք original ու նշանակություն չունի, եթե գրած է English ու արդեն նորմալ տեսանյութերը կարող եք դիտել։ Ես սրա մասին էլի էի խոսել են ամենասկզբում, բացատրում եմ, թե ինչպես անեք, աղմուկից հուսով եմ, որ իմ ձայնն էլ լսվում է, բայց այնց քանի չեմ մոռացել, մտածեցի արագ անդրադառնամ այս հարցին, քանի որ շատերը տունեք։ Այս իմ ռիքշանը, ռիքշայով էր ուսում գնար, ես, Uber։ Համար ռիքշայով եմ գնում, ասած այս ավտոներով այդքան շատ չեմ սիրում գնամ, որովհետև այդքան ապահով չեմ զգում, ու իրանք մի քիչ շատ երթևեկություն դժվար երթևեկություն է, գիտեք, հիմա օրինակ պրոցիվ ենք գնում, նամանավանդ Ալեքսի հետ, բայց երեխաների համար էլ ես ոնց որ կարուսել լինի, կարուսել նման մի բան է, ինչևէ մեզ բաղի ճանապարհ գնացինք։ Շուտ բերեց հասցրեց այստեղ։ Ամեն անգամ տուկ-տուկ նստելիս կամ ռիքշա նստելիս այն տպավորությունն է մոտս, այն որ կարուսելներ եք են նստում են շատ ուժեղ բարձր որ գնում է, ես այդ նույն զգացողությունը ունեմ, սիրտս թփթփում է, հենց որ գազա տալիս հետո ստոպ է տալիս,
այդ բաներ ամրապոտիները չունես, մեքենաները, մոտոները կողքովդ արագ գալիս են, դու զգում ես, որ սփորտ չունես, որ աստված չանի մեքենա, թեպի դու ուղղակի կճխլվես այդտեղ, կթռնես կամ չգիտեմ ինչ կլինես, եւ ասկով ես ռիքշա նստելու սարսափում եմ, այն ամենավատ կարուսելները ոնց որ լինեն։ Բայց ինչև էս մարդիկ եկել են աշխատողները նոր էին մտնում, շուտ եկանք հասանք 10-ից 15 ենք դուրս եկել, սովորաբար 20-25 րոպե է տևում այստեղ գալը, ճանապարհը եթե լավն է լինում, քանի որ շատ արագ եկանք, հասել ենք հաստորեն 15 րոպե էլ չտևեց։ Thank you. We don't Yeah, thank you. We don't need. Thank you. Մոդելին չեն կապել ժողովուրդ։ Են դդումի նման կավա և դդում են չեն իմանում, բայց սրանից իրեն էզերևի ինչ-որ հաջողություն բերելու համար է։ Գնանք, լավ, բարձրանանք։ Արի բալ, արի։ Չէ, լիվտով չէ, լիվտը դեռ չեն միացրել, ոտքով գնանք, արի։ Երևի նոր են սկսում աշխատանքը, հեսա նոր եկավ security-ին։ Ոնց որ աղջիկներն են, հա, շատ գնանք տրուսիկների բաժինը, ընկերներ, բալ շատ հագուստ պետք չի մեզ, օքեյ, որտեղ հոթակա, հա, էդ է տակիրնի համարը, իրա ձևն է, T-shirtներ մեզ պետք չեն, բալես, դու T-shirtներ շատ ունես, օքեյ, իմ տղա Այստեղ կուրտկաներ կա 10-11 տարեկանների համար են չարժե 5999 հա թե զեղչած կինել չի 899 զեղչած կինը չեն կպցրել երևի Օրիգինալ կիներ, ստեղ հեսա, 999 Հաստ նվային կուրտկայա Ուրա Ալեքսը Կանք, էդ մեծեր, this is for 7 Չէ, for 7 չէ, որևս էդ մեծերի համար է, size S Լավ, արի գնանք մեզ ինչ պետք է ատեղ նայենք, հա, բալես Այնքան լավն էին նախորդ անգամվա, բայց չկա փոքրերի համար Այս մի բանն է, որ գտել եմ Այդքան լավը չի, բայց փոքր չափսը չունեն Սենցն են Դրանք մեծերի համար էին բալես Չկա Ոնցած անգամվանից ոնց որ մնացած բաները լինեն Ոչին բան չի ավելացել ու ինչ որ կար ոնց որ մի քիչ լավ բաներ չկան հիմա Հագուստի տակից մարմինը ձգելու հետաքրքիր տարբերակ է սա առաջին անգամ տեսա չնայած շատ գունակ եղա գույները շատ են ու մեկ էլ մյուս բանը որ ինձ այդքան էլ հարմար չի թվում որ շատ երկար է միայն երկար հագուստների ժամանակ կարելի է կրել սա հետևի հատվածն է ու դիմացը մարմինը լավ ձգում է Իրենք այսպես փաստորեն սարիների տակից են հագնում, այստեղ նկարում ցույց է տալիս եւ այսպիսի գեղեցիկ շորերի երեկոյան շորերի հետ կարելի է հագնել։ Լավ տարբերակ է, հետաքրքիր է, չգիտեմ իհարկե ինչքանով կաշխատի, բայց շատ նեղ էր, ձիգեր ու շատ նեղ, կարծում եմ շատ լավ կաշխատի։ Միակ բացասական կողմը ինձ թվում է երկարություններ։ Երկրորդ հարկում կանանց սրահում վերջացրի, որովհետև ոչ մի բան չկար ընտրելու ընկերներ ջան, եկանք Ալեքսի համար։ Բայց ինձ կոշիկներ պետք չէ։ Շատ nice, very nice, very nice։ Բայց ինձ պետք չի կոշիկ։ Արի եկել են քո համար կոշիկ նայենք, տեսնենք ունեն թե չունեն ու գնանք իզուրել եկա այսքան ճանապարհը ճիշտն ասած անցած անգամ շատ գոհ է այս անգամ ոնց որ դատարկ է։ Ինչպես ասեցի, ոնց որ անցած անգամվա ապրանքներն են, բայց ավելի քիչ տեսականի նորություն չունեն ու ինչ լինեցել են վերջացել է, էլի քչացել է տեսականի։ Դպրոցական պայուսակների լավ տեսականի ունեն, չնայած գները չեմ նայել որքան են, բայց կարծում եմ էլի հարմար կլինեն գները։
Նմանատիպ երկարաճիտ կոշիկների լայն տեսականի ունեին, իսկապես շատ էր, գրեթե ամբողջությամբ նույն մոդելն էր, բայց ինձ այդքան էլ չի գրավում այս մոդելը, ճիշտն ասած, չգիտեմ, գուցե նորաձևությունից հետ եմ մնում։ Ալեքսը հետ չի մնացել ու այստեղ ֆուտբոլ խաղալու համար սպորտային, ֆուտբոլային կոշիկներ է ընտրել, չնայած որ փոքր էին իր հակով և չգնեցինք միայն այն պատճառով, որ իր չափսը չկար։ Ընդհանրապես լավ կոշիկների տեսականի չունեին երեխաների համար, դա էլ էր վերջացել։ Կանացի բոթացները դեռ կային, կարելի է հետաքրքիր տարբերակներ ընտրել, ամենօրյա, բայց ինչպես տեսնում եք, չափսերը էլի ամեն դեպքում ոչ բոլոր չափսերը կային, հիմնական չափսերը 35-36 կամ շատ մեծ համարներ էին, իսկ այն համարը, որ ավելի շատ վաճառվող, ավելի քիչ էին։ Մենք արդեն տուն ենք գնում։ Այսքան ճանապարհը անիմաստ էր գալը, բայց դե ինչ հարան, սենց էլ ստացվում։ Ես մտածում եմ միշտ հենց լավ տեսականի ավելի Փաստորեն, երբ որ գալիս ես ու լավ բաներ են լինում, պետք է տեղում վերցնես, ընկերներ, չէ հետո էլ չլինի։ Մենք արդեն տան մոտ ենք, համարյա թե հասել ենք։ Ալեքսին բան եմ վերցրել, գոնե լավ է, ոնց որ լրիվ զրոյականով հետ չեք անկել, մի բան երեխու համար վերցրել եմ գոնե, էլի ուրախ եմ։ Բայց շատ մեծ նպատակով է գնացել Ալեքս ջան, տղես, ասեցի երեխուս մի երկու բան վերցնեմ սեզոնային, որովհետև շորերը փոքրանում են իրար, արի։ Ես ամբողջությամբ տունը հանել եմ, որ մաքրեմ։ Մինչև գնալներս այս սենյակը հասցրել եմ, մաքրել եմ, բայց այստեղ ու սենց հիմա փոխվում եմ, հանվեմ, լվացվեմ, մի հատ ջուր խմել, սուրճ խմեմ ավելի ճիշտ, թարմանամ ու սկսեմ այս հատվածը մաքրել ընկերներ, բայց եկեք ձեզ ցույց տամ ինչ եմ վերցրել Ալեքսի համար, արի բալ մի հատ սա Բենետոնից մի հատ սառոչկա վերցրի, որ իսկապես բավականին հաջող էր, մի տարիքի էր մենակ, 7-ից 8 տարեկան, մի քիչ կարող է մեծ լինի, էդի, բայց Աշունը լավ կլինի իր համար արդեն։ Սա, մի հատ էլ տրուսիկ գտանք սենց, էլի Բենետոնից, բայց ուղղակի վերցրի, ճիշտն ասած, Բենետոնա, բայց, հա, Բենետոնա, լավ, չկար ուրիշ բան, տրուսիկների համար էի հիմնականում գնացել և վերխերը շատ լավն էին, որ վերցրել էի, մի հատ հագնես, բալես, No way. I want to wear it to. Անկությամբ պատրաստում ենք, կոչվում է վերմիշելի stick ice, վերմիշելով կպչուն այս սառույց, այդպես է կոչվում, պաղպաղակի նման պետք է լինի, բաղադրատոմսը վերցրել ենք ես մանկական ժուրնալից, մեզ հարկավոր է բնականաբար վերմիշել, կաթ և շաքարավազ, հիմա այս վերմիշելը կավելացնեմ այստեղ, պետք է մի քիչ փողեմ, շատ չեմ սարքի ընկերներ, որովհետև չգիտեմ, թե սարքեմ վերջացնեմ, շատ այսքանը, հեսա լավ մի վարկյան, հացրի, որովհետև ամեն դեպքում չգիտեմ, ինչքանով կհավանենք, առաջին անգամ ենք փորձելու, հիմա սա հարկավոր է բովել, բովելուց հետո կավելացնեմ կաթը ու այդպես կեփեմ ու կավելացնեմ շաքարավազ, չմոռանամ ասեմ, առանց ոչ մի բան ենք հովում, ուղղակի թավայի մեջ լցնում ենք այս վերմիշելը ու հովում ենք, կարագ բան պետք չի ավելացնել, ինձ թվում է արդեն պատրաստ է, կարամ կաթը ավելացնեմ, ունեցանք այս սիրուն պատկերը, որովհետև կաթը բացեցի,
տոպրակովա չէ, լցրեցի, կոլորշին սենց տվեց, ձեռքերս վառեցի, չգիտեմ երևում ա թե չի երևում, երկու ձեռքս էլ վառել եմ, այդ կոլորշին տվեց ու կաթը բնականաբար ձեռքիցս բաց թողեցի, լավ չի ձեռքերիս վիճակը, սառը ջրի մեջ դրեցի, բայց դե մի սենց պիտի էպի շաքարավազ ավելացնեմ, այդ նույնքան մինչև ստիքի դառնա, համել որ վերմիշելը երկվի, մինչև ես կեպի, կաթը մաքրեմ այստեղից անհետացնեմ, ստոպրոկները ինքան անհարմար են ես սրանք չեք պատկերացնում, այս պաղպաղակ կամ սարսարակ չգիտեմ ինչպես կլինի, բայց հոտը բավականին հաջող հոտ է, ախորժալի է շատ, իդեպ ասեմ իրենք նախաճաշ ունեն այսպիսի նաև, երբ որ վերմիշելը բովում են, նաև հնդկական ընկույզ են հետը բովում, նույն տարբերակով ավելացնում են կաթը ու շաքարավազ կարելի է նաև մեղրով փոխարինել, վերջում երբ որ կրակից վերցնել կամ թխկու օշարակով օրինակ, բայց այս տարբերակով ենթադրում եմ, որ առավոտվա նախաճաշը հաճելի կլինի, երեխեքը սիրում են, չէ, վերմիշել, այստեղ Հնդկաստանում որ ապրում ես ավելի հեշտ է հնդկական ուտելիքներ պատրաստել, սովորել պատրաստել, քան քո իմացած ուտելիքները, որովհետև քո իմացած ուտելիքների համար համապատասխան բաղադրիչները դժվար է գտնել, չես կարողանում գտնել, իսկ իրանց ուտելիքները բնականաբար, որ սովորում ես պատրաստել, արդեն ավելի հեշտ ես ոնց որ թե գլուխանում էլի օրվա կտրվածքով թե ինչ պատրաստել այսօր, սենց լավ թողերքի, բրապնում գալիս Ալեքսը, ասմա պոպկորնի հոտ է գալիս, պոպկորն էլ չի գալիս, smell like popcorn. Միշելը արդեն պատրաստ է, կաթը տեսնում եք, համարյա թե չի մնացել, լրիվ չեմ չորացրել, բայց սենց ինքը քչացել է, համարյա թե չկա, հիմա սա պետք է ավելացնեմ այս պաղպաղակի ամանների մեջ ու տեղափոխեմ սառցախցիկ, հիմա լցրել եմ, հարկավոր է հարվածել, որ տակ ազատ տեղեր չմնա, Спасибо, Лиз. No, I will. Done. Քանի ժամով տեղափոխում ենք սառնարան, մի 2-3 ժամ, այնքան մինչև որ պաղպաղակի նման սառի, այսենց տեսք պետք է ստանա ու հետո կհանենք, այստեղ մի քիչ մնացել է, այս Ալեքսը կփորձի ինձ թվում է հավանելու է համեղ եղել, վերմիշելով լավ երեխեքը բոլորը սիրում են ու ինքը կաթնովի նման է լինում, տեսակ, կաթնով չէ, բրինձոյի համը ուրիշ է, բայց ամեն դեպքում մի փոքր փորձեցի, ինձ թվում է Ալեքսն էլ կհավանի, շատ համով է։ Երեք սառնարանում մի քանի ժամ թողնելուց հետո փորձեցի այս մեկը հանեմ, բայց ինչպես տեսնում եք, լավ դուրս չեկավ, այս հիմա թողել եմ ամբողջ գիշեր ու տեսնենք թե արդյոք դուրս կգա, այնպես ինչպես որ պետքա դուրս գար, պաղպաղակի նման, թե ոչ։ Հա, դուրս եկավ։ Սիրում են չէ, ասել եմ, ու քաղցր տարբերակով կաթով հետաքրքիր է լինում, բզբզալի գելի մանկական։ Ամեն դեպքում ես սառը չէի փորձել, սենց սառը համը, գիտեք ինչի անման, խավիծի, ոնց որ սառը խավիծ լինի համը, այդպիսին է։ Ալեքսը նորա նախաճաշել, ասում է չեմ կարա հիմա ուտեմ, տեղ չունեմ, մի հատ իրա կարծիքն էլ հետո կհարցնեմ, բայց հետաքրքիր է։ Կարելի է մեկ անգամ փորձել, տեսնել թե ինչ է։